Մենք այսօր լսեցինք, որ ինչ-որ նոր հնարք են գտել այս պայմանագրի համար, որպեսզի Ալիևը չբարկանա, ուրեմն լինելու է երկու օֆիս, ես չգիտեմ սա ճիշտ է թե չէ, բայց արդեն ամեն ինչին կարելի է հավատալ, որ լինելու է երկու օֆիս, հա, դեմի մասը եւ հետևի մասը, չգիտես ինչու անգլերեն բառեր են օգտագործում front and back end, եւ դեմի մասում լինելու է ամերիկացի աշխատողը, որը ստուգելու է ադրբեջանցիների անձնագրերը, իսկ հետևի սենյակում փաստորեն բախկվելու է հայ սահմանապահը, որպեսզի Ալիևը չբարկանա, որ ադրբեջանցիները իրան չտեսնեն։ Եթե մենք այս ճանապարհով ենք գնում, որ մեր սահմանապահներին պետք է բախկվեն, մենք իրանց պետք է փակենք միտեղ, հետևի սենյակում, որ իրանց չտեսնեն, որ իրանք պետք է բախկվեն։ Եթե սա է ճանապարհը, ես կառաջարկեմ օրինակ նրանք սեղանի տակ բախկվեն։ Սեղանի տակ թող մտնեն, վարակույր կախեն, գրեն պարոն Ալիև, այստեղ հայ չկա։ Եվ ամերիկացին, ասենք, ստուգելով անձնագիրը, շեղի ադրբեջանցիների ուշադրությունը եւ շուտ սեղանի տակ դնի անձնագիրը, որ հայ սահմանապահը կարողանա շուտ նայի, թե դա ում անձնագիրն է, կամ կարող է մտնել շկաֆի մեջ, եթե բախկվելու հարց է, բախկվելու շատ տեղեր կարելի է գտնել, եւ այսպիսի հնարքներ մտածողները մեզ համարձակվում են ասել, որ սա մեր սուվերենության ամրապնդումն է, ինքնիշխանության ամրապնդումն է, երբ երկրի սահմանապահը ստիպված է բախկվել իր սեփական անցակետում։ Ես կխնդրեմ, դուք ինչ-որ մի ուրիշ օրինակ ինձ բերեք, մի ուրիշ երկիր, որը այսպիսի բաներ է առաջարկում իր տարածքում, որ իր սահմանապահները բախկվեն կամ ինչ-որ ուրիշ սենյակում լինեն եւ ինչ-որ ուրիշ մարդիկ ստուգեն անձնագրերը։ Մի օրինակ բերեք, Վրաստան, Թուրքիա, Իրան, իդեպ Իրանի ճանապարհը, Իրանի տարածքով անցնող այդ կառուցող ճանապարհը, այսպիսի բան կա, էքստերիտորիալ բաներ կան, ինչ-որ արտապատվիրակում կա, Ադրբեջանը սա մեզ առաջարկում է, թե ոչ։ Այստեղ անգամ խոսելն է ավելնորդ, մենք եկանք հերթական նվաստացման եւ կամաց-կամաց դառնում ենք գաղութ։